Ողջույն, սիրելի սրճարանը փակ է, սովորական դարձած ձեր երթուղին խախտվում է, ու հենց այդ պահին ձեր ուղեղում գործի է անցնում քիմիական փոխարկիչը։ Օկինավայի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի նեյրոկենսաբանները ցույց են տվել, որ դրա համար պատասխանատու է կոնկրետ մեկ մոլեկուլ ացետիլխոլինը։ Հենց այն է ազդանշան տալիս ուղեղին այն մասին, որ հին մոտեցումն այլևս չի աշխատում, ժամանակն է փոխել ռազմավարությունը։ Գիտափորձը բավական պարզ է, սակայն խոսուն, մկներին տեղավորել են վիրտուալ լաբիրինթոսում, նրանք արագ սովորել են դեպի պարգևը տանող երթուղին, հիշել այն ու սկսել անցնել ավտոմատ կերպով, ինչպես մարդն, ով ամեն առավոտ մտնում է միևնույն սրճարանը։ Իսկ հետո կանոնները փոխվել են։ Ճիշտ ուղին հանկարծ դադարել է դեպի պարգև տանել, սպասելիքը չի համընկել իրականության հետ եւ հենց այդ պահին ուղեղում տեղի է ունեցել հատուկ բջիջների, խոլիներգիկ ինտերնեյրոնների ակտիվության կտրուկ ավելացում։ Դրանք սկսել են արտազատել ացետիլխոլին, ու որքան ուժեղ է եղել այդ արտազատումը, այնքան ավելի արագ են կենդանիները հրաժարվել հին երթուղուց ու սկսել նորը փնտրել։ Փաստացի ուղեղը հստակ ազդանշան է ստացել։ Սովորությունն այլևս արդյունք չի տալիս։ Ստուգելու համար, թե արդյոք խնդիրն իսկապես ացետիլխոլինի մեջ է, գիտնականներն արհեստականորեն նվազեցրել են դրա արտադրությունը։ Արդյունքն ակնառու էր, մկները շարունակել են գնալ նախկին ճանապարհով, անգամ երբ այնտեղ այլևս պարգև չկար։ Նրանք կարծես խրվել են հին վարքագծի մեջ։ Սա ցույց է տալիս կարևոր մի բան՝ առանց ացետիլխոլինի ուղեղն ավելի վատ է փոխում ռազմավարությունը։ Այն շարունակում է հետևել սովորությանը, նույնիսկ եթե դա այլևս իմաստ չունի։ Բայց սրանով ամեն ինչ չի ավարտվել։ Հետազոտողները նկատել են, որ նեյրոնների տարբեր խմբեր իրենց տարբեր կերպ են դրսևորում։ Մինչև որոշները կտրուկ մեծացնում են ակտիվությունը, մյուսները գրեթե չեն արձագանքում, իսկ երբեմն անգամ նվազեցնում են այն։ Գիտնականների կարծիքով այս լուր կլաստերները կարող են պահպանել հին երթուղու մասին տեղեկատվությունը։ Այսինքն, ուղեղն ամբողջությամբ չի ջնջում սովորությունը, այլ կարծես արխիվացնում է։ Մեկ էլ տեսար այն կրկին օգտակար դառնա, սա համակարգը ճկուն է դարձնում։ Մենք կարող ենք արագ փոխել վարքագիծը, բայց միևնույն ժամանակ չենք կորցնում անցյալի փորձը։ Ինչու է սա կարևոր։ Վարքագծի փոփոխության նմանատիպ խափանումներ նկատվում են կախվածությունների, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման ու Պարկինսոնի հիվանդության ժամանակ։ Բոլոր այս դեպքերում մարդը խրվում է կրկնվող գործողությունների մեջ, որոնք այլևս օգուտ չեն բերում։ Այժմ ավելի հասկանալի է դառնում, թե կոնկրետ որտեղ կարող է գտնվել խափանումը այն մեխանիզմում, որը պետք է ժամանակին ասի, ժամանակն է փոխել շարժման ուղղությունը։ Եթե հաջողվի սովորել ճշգրտորեն կառավարել այս քիմիական փոխարկիչը, դա կարող է ճանապարհ բացել բուժման նոր մոտեցումների համար։ Ամեն օր աշխարհում մահանում է մինչև 5 տարեկան մոտ 13,000 երեխա, ու դեպքերի մեծամասնությունում դա հնարավոր էր կանխել։ Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, 2024 թվականին մահացել է մինչև 5 տարեկան 4.9 միլիոն երեխա։ Նրանցից գրեթե կեսը 2.3 միլիոնը նորածիններ են, այսինքն 1 ամսից պակաս ապրած երեխաներ։ Ընդ որում վերջին տասնամյակների ընթացքում իրավիճակն ընդհանուր առմամբ բարելավվել է։ 1990 թվականից ի վեր մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը նվազել է մոտ 60%-ով, իսկ նորածինների շրջանում 45%-ով, բայց կա տագնապալի ազդանշան։ 2015 թվականից հետո առաջընթացը կտրուկ դանդաղել է ավելի քան կրկնակի անգամ, իսկ սա նշանակում է, որ գրանցված հաջողությունները դադարում են աճել այն տեմպերով, ինչ նախկինում էր։ Պատճառների կառուցվածքը խիստ կախված է տարիքից։ Նորածինների համար գլխավոր սպառնալիքներն անհասության հետ կապված բարդություններն են, որոնց բաժին է ընկնում մահվան դեպքերի մոտ 36%-ը։ Այնուհետև գալիս են ծննդաբերության ժամանակ առաջացած բարդությունները 21%, ինչպես նաև վարակներն ու բնածին անոմալիաները, բայց կյանքի առաջին ամսից հետո պատկերը փոխվում է։ Առաջին պլան են մղվում վարակիչ հիվանդությունները, դրանց թվում հատկապես առանձնանում է մալարիան, բոլոր մահերի մոտ 17%-ի պատճառը, զգալի դեր են խաղում նաև աղիքային վարակներն ու թոքաբորբը։ Զեկույցում առաջին անգամ առանձին գնահատվել է սուր թեր սնուցման ազդեցությունը։ 2024 թվականին այն դարձել է ավելի քան 100,000 մահվան պատճառ, սա ընդհանուր թվի մոտ 5%-ն է։ Աշխարհագրությունը նույնպես առանցքային դեր է խաղում։ Մինչև 5 տարեկան երեխաների բոլոր մահերի 58%-ը բաժին է ընկնում Սահարայից հարավ-աֆրիկյան երկրներին։ Այս տարածաշրջանում մահերի ավելի քան կեսը կապված է վարակների հետ։ Համեմատության համար նշենք, որ Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում դրանց մասնաբաժինը կազմում է մոտ 9%, իսկ Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում ընդամենը 6%։ Ասիայում, որտեղ գրանցվում է բոլոր մահերի մոտ 1/4-ը, հիմնական պատճառները մնում են կյանքի ամենավաղ շրջանի խնդիրները՝ վաղաժամ ծննդաբերությունը, ասֆիքսիան, ծննդաբերական վնասվածքներն ու նորածնային վարակները։ Զեկույցը դիտարկում է նաև ավելի բարձր տարիքային խմբերը։ 2024 թվականին մահացել է 5-ից 24 տարեկան մոտ 2.1 միլիոն երեխա, դեռահաս եւ երիտասարդ չափահաս։ 1990 թվականից ի վեր այս ցուցանիշը նվազել է 47%-ով, ընդ որում կանանց մոտ նվազումն ավելի արտահայտված է եղել։ Սակայն տարիքի հետ սեռերի միջև տարբերություն
դժգոհությունները մեծանում են։ 20-ից 24 տարեկանների խմբում տղամարդկանց մահացությունը գրեթե կրկնակի բարձր է։ Պատճառները նույնպես փոխվում են։ Փոքր տարիքի երեխաների մոտ դեռևս գերակշռում են վարակներն ու վնասվածքները, բայց դեռահասության շրջանում ի հայտ են գալիս այլ գործոններ։ 15-ից 19 տարեկանների խմբում աղջիկների շրջանում առաջին տեղում է ինքնավնասումը, իսկ տղաների շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարները։ Զեկույցի գլխավոր եզրակացությունը մնում է անփոփոխ։ Այս մահերի մեծ մասը հնարավոր է կանխել հասանելի եւ արդեն փորձարկված միջոցներով ծննդաբերության ժամանակ բժշկական օգնության, պատվաստումների, վարակների բուժման, սնուցման եւ առողջապահական բազային ենթակառուցվածքների միջոցով։ Եվ հենց այս պատճառով ճշգրիտ տվյալներն այն մասին, թե որտեղ, երբ եւ ինչու են մահանում երեխաները, դառնում են ոչ թե պարզապես վիճակագրություն, այլ գործիք, որը կարող է կյանքեր փրկել։ Նա կոկիկ գիտնական չէր, եւ հենց դա էլ փրկեց միլիոնավոր կյանքեր։ Ալեքսանդր Ֆլեմինգը հանգիստ իր սեղանին էր թողնում Պետրիի չմաքրված թասիկները, երբ պատահաբար նկատեց այն, ինչ ուրիշները ամենայն հավանականությամբ պարզապես դեմ կնետեին։ Դրանցից մեկի վրա բորբոս էր աճել, որի շուրջը մաքուր տարածություն էր առանց բակտերիաների։ Այսպես 1928 թվականին Ֆլեմինգը հայտնաբերեց պենիցիլինը, նյութ, որը ոչնչացնում է մանրեները, բայց ինքը Ֆլեմինգը դա պատրաստի դեղամիջոց չէր համարում։ Նա զգուշացնում էր այն պետք է օգտագործել զգուշորեն, այլապես բակտերիաները կսովորեն դիմադրել։ Ավելի ուշ այլ գիտնականներ հայտնագործությունը վերածեցին զանգվածային դեղամիջոցի ու պատերազմի ժամանակ հակաբիոտիկները սկսեցին փրկել հազարավոր վիրավորների կյանքեր։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։